25 գյուղական թաղամասում տեղակայված թիվ 24 կոտորակ 24 ընտրատեղամասը փակվեց ուղիղ ժամն 8-ին, որից անմիջապես հետո տեղամասային ընտրական հանձնաժողովը սկսեց քվեների հաշվարկը։ 16 Հաշվարկի արդյունքում արձանագրվեց 4 անվավեր քվեաթերթիկ։ Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ ընտրությունների ընթացքում իրենց տեղամասում որևէ միջադեպ կամ խախտում չի գրանցվել։ Միաժամանակ նա նկատել է, որ օգտագործված ծրարները թափանցիկ են եղել, ինչը նրա կարծիքով կարող էր կաշկանդել ընտրողներին եւ ազդել գաղտնի քվեարկության ընկալման վրա։ Ես որպես հանձնաժողովի նախագահ մի փաստիվ կցանկանամ ուշադրություն դարձնել, օրինակ ծրարների թափանցիկություն կար։ Ես օրինակ հանելու ժամանակ չեմ բարձր չհայտարարեցի, բայց անմիջապես երևում էր թե որ թիվն է, նույնիսկ հանելուց առաջ արդեն տեսնում եմ ինչ թիվ պետք է հանեմ։ Սա ես պետք է արձանագրեմ, ու սա ըստ էության մարդկանց կաշկանդելու որոշակի առիթ է տալիս, քանի որ մարդը, չգիտեմ, մեր մոտ չենք ֆիքսել կոնկրետ ինչ-որ մի բան տենց ընտրության ընթացքում, գործընթացի ընթացքում, բայց նոր հանելու ժամանակ տուփից որ ես հանում էի թերթիկը, ծրարը, ինքը միանգամից նկատելի էր, քանի որ ակնհայտ մուգ թիվը թափանցում էր։ Մնացած առումներով նորից եմ ասում, եւ ոստիկանության աշխատակիցները եւ ոչ մի ինչ-որ ինտրիգային միջադեպեր չեն գրանցվել։ Քվեների հաշվարկի արդյունքներով թիվ 24 կոտորակ 24 ընտրատեղամասում առավելագույն ձայները ստացել քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, հավաքելով 247 ձայն։ Հաջորդ ամենաշատ ձայներ հավաքած ուժը Ուժեղ Հայաստան դաշինքն է 90 քվե։